Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո հայաստանյան արտահանողների համար էական փոփոխություններ չեն արձանագրվել, թերևս փոփոխություններ կարելի է արձանագրել միայն մաքսային համակարգում։ Արտահանողների համար հիմնական շուկան շարունակում է մնալ ռուսականը, ապրանքատեսակներն էլ նույնն են, հիմնականում ծխախոտ, խմիչք, պահածոներ։ Ալկոհոլային խմիչքների արտադրությամբ զբաղվող Վեդիալկո ընկերության տնօրեն Ասատուր Գևորգյանը մանրամասնում է, վերջին տարիներին դեպի Ռուսաստան արտահանման ծավալներն էականորեն կրճատվել են, շուկայում դիրքը չկորցնելու համար ստիպված են աշխատել գրեթե առանց շահույթի։ Հիմնական խնդիրը դրամ, ռուբլի, դրամ, դոլար փոխհարաբերությունն է։ Ռուսական շուկան, եթե նախկինում աշխատում էինք արտարժույթ ընդունում էինք որպես դոլարը, ամերիկյան դոլարը, հիմա պահանջը դրվում է ավելի շատ ռուսական ռուբլու, իսկ ռուսական ռուբլին վերջին ժամանակներս թեև արդեն մի քիչ կայունացել է, բայց ինչ տատանումներ եղավ, ինքներդ տեսաք, բնականաբար տնտեսությունը դրանից վնաս է կրում։ Դոլար-ռուբլի տատանումից դուրս արտահանող ընկերության համար առաջանում են նաև արհեստական խնդիրներ, մասնավորապես մաքսակետերում։ Ճանապարհածախսը բնականաբար մեր համար կրկնակի է նույնիսկ, որտեվ երբեմն բաղադրիչները շիշ, խցան եւ այլն արկղ ներկրում ենք ավելի էժան գներով փորձում ենք ներկրել, մի անգամ Հայաստան, երկրորդ անգամ Հայաստանից Ռուսաստան, բնականաբար դա ինքնարժեքի վրա ավելանում է, գինը ավելանում է, բարձրանում է, լարսի հետ կապված եւ ներկրման եւ արտահանման դեպքում խնդիրներ լինում են, ինչ առումով ռուսական կողմը մի քիչ ավելի վարորդների հետ խոսելուց, տրանսպորտային կազմակերպությունների հետ խոսելուց իրենց կողմից բողոքներ կան։ Մի տեսակ դանդաղ են աշխատում, մեքենան երկար է կանգնում, վրացական կողմից բողոք չկա, ռուսական կողմից միշտ այդ խնդիրը լինում է։ Imex Group ընկերության ծրագրերի ղեկավար Նայիրի Վարդանյանը արտահանման հիմնական խոչընդոտներից առանձնացնում է ճանապարհային խնդիրները, որոնք հետագայում ազդում են ապրանքների գների վրա, իրենց հերթին ստեղծելով անհավասար մրցակցության պայմաններ ռուսական շուկայում։ Միակ տրանսպորտային ուղղությունը դա մեքենաների միջոցով արտահանումն է, չունենք երկաթուղային հաղորդակցում, չունենք ծովային հաղորդակցում, նաև կնշեի ճանապարհների խնդիրները, ճանապարհային խնդիրները, ինչպես գիտեք Լարսի, վերին Լարսի անցակետը այնքան էլ բարեհաջող աշխարհագրական դիրք չունի եւ տարվա ընթացքում եղանակային պայմանների պատճառով բավականին շատ ժամանակ այն փակ է լինում եւ առաջանում են գոյանում են հերթեր։ Grand Tobacco ընկերության կոմերցիոն բաժնի պետ Էդգար Խաչատրյանը մանրամասնում է մաքսային միության անդամ դառնալուց հետո արտահանման ծավալները դեպի Ռուսաստան էական փոփոխությունների չեն ենթարկվել։ Այժմ ընկերությունը փորձում է նոր շուկաներ փնտրել միության այլ երկրներում։ Արտահանման խնդիրների շարքում եւս առանձնացնում է դոլար-ռուբլի տատանումներն ու Լարսի անցակետում առաջացող արհեստական խնդիրները։ Ապրանքները, ասենք սննդամթերք, շուտ փչացող ապրանքները առաջին հերթին բաց թողելու պայմանով մեծ հերթեր են առաջանում, մյուս տեսակի, ասենք ապրանքների արտահանողների համար, ոչ սննդամթերքի։ Բոլոր դեպքերում կա ինչ-որ խնդիր, հերթերի հետ կապված, ամենայն դեպս այդ հարցը քննարկվել է նախկին հանդիպման ժամանակ նորից ԵՏՄ անդամ պետությունների խնդիրների հետ կապված, այդ հարցը բարձրացվել է, հավատում ենք, որ կառավարությունը այդ հարցում կաջակցի։ Հարկ է նկատել, որ չնայած Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությանը, Հայաստանից ապրանքների արտահանումը շարունակում է խիստ կենտրոնացած մնալ։ Հիմնական սպառման շուկան Ռուսաստանն է։ Արթուր Հովհաննիսյան, Վազգեն Համբարձումյան, Առաջին լրատվական։